Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը՝ 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Բարև ձեզ հարգելի հեռուստատիտողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները։ Այս պահին ես զրուցել եմ վերլուծաբան միջազգայնագետ Դավիթ Կարապետյանի հետ, շնորհակալ եմ Կարապետյան մեր հավելության համար։ Մենք շարունակում ենք հետևել եկեղեցու շուրջ տեղի ունեցող գործընթացներին, անցնող ուրբաթ Նիկոլ Փաշինյանին միացան այդ 10 եպիսկոպոսներ, արքեպիսկոպոսներ, որոնք առանց վիրավորելու իրենց, համենայն դեպս մամուլում այդպես փայլուն կենսագրությամբ հայտնի չեն նրանց մեծ մասը։ Սրան նախորդել էր այն, այս թեմայով դες հետ զրուցել ենք, որ ԿՊԱ-ական падգամավորը հայկական ժամանակի եթերից սպառնալիքներ էր հնչեցրել, որ ովքեր չմիանան, կլինեն կոմպրոմատներ, կխայտարակվեն։ Դուք այս օրերին հետևելով այդ եպիսկոպոսների հայտարարություններին, վարքագծին, ինչ եզրահանգման եք եկել, ինչու են նրանք միացել Նիկոլ Փաշինյանին։ Դա գաղափարական միասնություն է, թե կոմպրոմատների տակ կքած մարդկանց միասնություն։ Ավելի շատ հակված եմ երկրորդ ձեր ասած տարբերակին։ Հիմքեր ունեմ այդպես։ Որոնք են դա այնա, որ մենք լավ գիտենք, որ շատերը, նրանցից շատերի հանդեպ կան կոմպրոմատներ եւ շանտաժի լեզուն միշտ գործում է, որը որ այս իշխանությունների հայտնի ձեռագիրն է։ Եվ այստեղ ինչ որ նոր բաներ, նոր հեծանիվ չպետք է մոգոնենք, ինչ որ բան փորձենք հայթայթել հասկանալու համար, թե լավ, բայց ինչ սցենարներ են զարգացնում, չէ՞։ Շատ պարզ, պրիմիտիվ, ստացվում է այն քաղաքականությունն է վարում, որ ես կողքից կնայեմ, թե ներսից ոնց եք դուք ինքներդ ձեր ձեռքով քանդում։ Գիտեք, ես երեք պատահաբար առիթ ունեցա քահանաների հետ քաղաքում ինչ որ պահ եղավ, որ հանդիպեցինք, ես շատ ուղիղ ասեցի, խնդիրը ձեր մեջ է, որովհետև այդ մարդը ժողովրդական լեզվով ասած ֆիտը տվեց, գցեց բառից բուն իմաստով ձեր ջեբը, եւ այսօր դուք ինչ եք անում, այսօր փորձում եք դուք ինքներդ ձեզ ուտել մեջից, դուք ուտում եք մեջից իրար։ Տարբեր մեկը մեկի հանդեպ ինչ որ քենապահություն ունի։ Ակնհայտ է որ շատերը անձնական ինչ որ խնդիրներ ունեն։ Ինչ որ անձնական, դաժե ամոթ է, որ այդպեսի, այսինքն ներ եկեղեցական խնդիր դարձրեց այս խնդիր։ Ինքը տեսա որ այ պետք չի, հա, ոչ թե օրենքի տեսանկյունից, որ սահմանադրում են դրա իրավունքը չունի։ Ինքը հասկացավ ավելի խելամիտ քայլ։ Եթե ես չունեմ այդ գործիքը, ես կստեղծեմ գործիք կամ գործիքներ, որոնց կբանեցնեմ եւ կօգտագործեմ։ Այսօր իրան պետք է իրեն հաջո, իրան քիմքին հաջո վեհապար։ Հիմա մարդ, որ կենտարգվի իրեն եւ կենտարգեցնի այդ թվում ամբողջական այդպես եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի ասվածը։ Բնականաբար սա տպավորությունն է հայտնի տրոյական ձիու տարբերակը, երբ որ դու մեջից ես փչացնում, փորձում ես ներխուժել կամ մարդկանց մի խումբ ստեղծես քո որպես կամակատարներ, որոնք որ կանեն քո սև գործը այնտեղ։ Այսօր իր մոտ ստացվում է դա, հոյակապ ստացվում է։ Ուղղակի այստեղ մի հատ վրիպակ կա, չնայած կարող է դա ուղղակի ալտերնատիվ տարբերակ չունի, որտեվ այդ շրջանակն էլ է սեղմ։ Ընտրել մարդկանց, որոնք որ գոնե ամբից հետագիծ ունեցող լինեին, որոնք որ գոնե եկեղեցու անունից կամ հոգևոր հոդի անունից կարող են ինչ-որ հայտարարություններ անել, տակից դուրս կային այդ հայտարարության, հիմնավորեն, որ վեհապարի դուրս գալը դա այսօրական պահ է եւ դա աներկբա պետք է նա դուրս գա։ Եվ այստեղ տեսնում ենք ինչ, տեսնում ենք, որ կջոյան, այնպիսի մարդիկ, որոնք որ թաթախված են նախկինում եւ հիմա էլ տարբեր ինչ-որ քրյա օլիգարխիկ, այսպիսի ինչ-որ կազմվածքների ձևավորումների մեջ, ինչ-որ անհասկանալի ունեցվածքների տեր, դիզաստ։ Տեսեք, դուք արդարացի գնահատականներ եք հնչեցնում, բայց այստեղ չեմ կարող չհնչեցնել Միքայել Սրբազանի բնորոշմամբ տիրադավ Գևորգ եպիսկոպոսի կարծիքը, որը որքան էլ մերժելի է իր վարքագիծը, բայց մարդը բան է ասել, որը ճշմարտությանը մոտ ասում է։ Բայ եթե մենք այդքան վատն ենք, Կճոյանը,
Էլբեկը մնացածը, բայց ինչ ենք մնացել եկեղեցու։ Ինչ են մեզ թողել եկեղեցու։ Գիտեք խնդիրը որն է, որտեվ այ եկեղեցին է, եկեք այն որ ասում է ծուռը նստենք շիդակը խոսենք։ Եկեղեցին ինքը իր մեջ խնդիր ունի։ Այնպես չի որ վեհապարի անձի հետ կապված մենք բացարձակապես ունենք այսպիսի լոյալ վիճակ, որ ասենք չէ որ չէ, հա, ինքը պետք է մնա եւ մենք է գիտենք որ այնտեղ խնդիր կա։ Այդ տեսեք ես բազմիցս իմ հրաբարական ելույթներում ասել եմ խնդիր կար եւ եթե զուտ խնդիրը դա էր, իսկ դա չէր խնդիրը։ Հասկանալի չէ որ կուսակրոնության թեմա չէր խնդիրը։ Եղբայր հարցեր ունեիք հայ մարդ ենք, փակվեիք սենյակում, հրավիրեիք կամ դու գնայիր իր մոտ։ Խնդիրը լուծեիք, ոչ թե այսպես ամբողջ եկեղեցին թիրախավորեիք։ Խոսքը Նիկոլի մասն է։ Այո, հիմա այդ մասով։ Հիմա վերադառնամ ձեր հարցին։ Դուք շատ ճիշտ նկատառում եք անում։ Իրականում, եթե խնդիրը այն գլխից այդպես չներ, այսինքն եկեղեցուն մեջ չլիներ այնպիսի կարգեր, որ աչքա փագեն արել, հա դե ոչինչ, դե մեր մարդն է, դե վերջի վերջո այս սկզբունքներով այսօր նույն այդ մարդիկ եկեղեցու դեմ դուրս չեն գա, վեհապարի դեմ դուրս չեն գա։ Այստեղ ես ինչ որտեղ ճագերտավոր մեղադրում եմ նաև վեհապարին։ Թող վեհապարի համար սա դաս լինի։ Ասենք եթե այսօրվա դրությամբ հոգևոր առաջնորդը այդքանը չի գիտակցել ու այսօրվա դրությամբ իր գլխին գալիս է այն ինչը որ կարող էր եւ հնարավոր սցենար էր, ինքը պետք է այդքան մասով մտածած լիներ, որ վաղը մյուս օր այդ մարդիկ գալու են իր դուրը ուրիշ պահանջներով։ Ընդ որում սրանք այն մարդիկ են, որոնց նկատմամբ ամենաշատն է աչքափակությունը, այսինքն իրենց արածների նկատմամբ։ Ասում է քաղում ես պտուղները ժողովրդական։ Լավ, ինչպես վարվել։ Տեսեք, ես ոնց եմ այս խնդրին մոտենում։ Եվ Որքան էլ որ մենք ասենք այս իշխանություններին չընդունենք, դժվար է պատկերացնել իրավիճակ, որ ասենք Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, այս իշխանություններին չընդունողներով միանանք ադրբեջանական զորքին, ասենք դե չենք անհնար է, չէ՞, դες բացի, որտեղ այնուամենայնիվ Ադրբեջանը մեզ համար թշնամական դիրքերում է։ Հիմա ներքին բանում դաշտ բերելով, նույն իրավիճակում Նիկոլ Փաշինյանն է, նա եկեղեցուն եւ հոգեվորականությանը թշնամի է, այնպես չի որ ինքը լավ բան է ուզում անել, հա։ բնականաբար Ինչու են միանում Նիկոլ Փաշինյանը, ստեղ է խնդիրը, մենք չենք ասում ավելիցի որ այդ խնդիրներ չկա, ցանկացած կառույցում խնդիրներ կան։ Այն էլ մի քանի հարյուրամյակների 1700 տարվա պատմություն եւ ավել տարվա պատմություն ունեցող կառույցը կարող ունենալ։ Բայց անհասկանալի է այդ եպիսկոպոսների եւ arczepiskopոսների Փաշինյանին միանալը, որովհետեւ դա նույնն է ինչ ներողություն արտադրության համար այսօր ընդդիմադիր քաղաքացիները միանան ադրբեջանական բանակին ու հարձակվեն Հայաստանի վրա։ Հարգելի Բորիս, չենք բացառում, չէ՞, որ դա կոմպրոմատների եւ ես համոզված եմ, որ դա կոմպրոմատների Դուք գիտեք, լավ օրվա համար են իրենք եկել այդ, հա, ձեռքսեղման, հա, այսպես կլայցա վիճակը, հա, տեսել ենք հայտնի կադրերը։ Ես ավելի քան վստահ եմ, որ այստեղ կա ճնշման գործիք բանեցումը, որը անում է։ Ու հոյակապ իր մոտ, նորից եմ ասում։ Այդ մարդը ես ԿՊԱ-ական падգամավորի հայտարարություն պատահական չեմ բերում, դա հայտարարվել է դրա մասին, որ շատ ճիշտ մեջբերում եք անում, իրականում տպավորություններ, որ անմեղ անկեղծ խոսք էր իր կողմից, բայց իրականում ամբողջ այդ Պանդորայի արգղը բացում է ինքը դրանով։ Իրականում մենք այդ ուրիշ բան, երբ որ հիմա ամորֆ ու ապատիկ շատ ժողովրդի միս գալիս զանգված, հա դե ասում է դե խնդիր կա, աշկափակ ենք անում, այսինքն ավելի շատ գերադասում են, որ հիմա փոփոխություններ լինի, քան թե հասկանամ, որ միջամտությունը այս սցենարով, այս ֆորմատով չի կարելի, որտեղ վարկաբեկվում է ոչ ամբողջ եկեղեցին մեկ, երկրորդը դու տալիս ես եւս մեկ գործ, տեսեք, մի հատ շատ կարեւոր բան ասեցիք ձեր խոսքի մեջ։ Հայոց եկեղեցին իր ֆունկցիոնալությամբ ինչի համար, հայ ինքնության պահպանման համար, չէ, երբ որ պետություն չի եղել, դա աներկբա փաստ է։ Լրացրել է այդ բացը, մինչև պետություն է եղել, փոխանցել է իր գործող քաղաքական իշխանություններին։ Հիմա այս պահին ընդունում ենք, չէ, որ միակ ինստիտուտն է, որը կարող է կոնկրետ հայերի հայապահպանության շրջանակներում ինչ-ինչ խոսքեր արտաբերել, որը կորակվի որպես քաղաքական միտք, ընդ որում դա քաղաքական տեսնում ենք ինչպիսի երանգ է ստանում, մարդուն տանում են ձերբակալումները հայտնի դեմ։ Ընդ որում այսօր արտադատության նախարարը մի զավեշտալի հայտարարություն ասում է Հայաստանում քաղբանդարգյալ չկա։
ասենք զարմանալ է, էլի, այդ որ մի երկիրն է ասում, որ իմ երկրում քաղբանտարկյալ կա։ Այդ մի Ես զարմանում եմ լրագրողների զարմանքի վրա, որ ասում են, բա որ ասել ինչի՞ արտարադատության նախարարն Այո, խուլիգանության հոդվածի կետը մի հատ կդնեն, բոլորիս այդ անխտիր բոլորիս այդ մի հոդվածը արձանագրում էլ անենք պարոն Կարապետյան ձեր թույլտվությամբ հայ առաքելական Սուրբ եկեղեցին միակ հայկական կառույցն է, որը լեգիտիմ ազդեցություն ունի ամբողջ աշխարհում։ միանշան։ Ավելին, լեգիտիմ ազդեցություն ունի պատմական Հայաստանի տարածքների մեծ մասում։ Ավելին ասեմ, Այսինքն անգամ Թուրքիայում կա Այո։ առաքելական եկեղեցու։ Կոստանդնոպոլսում այսօր որ Աթոռը։ Հռոմի պապը գնում է հայկական եկեղեցի, այսինքն այդ դա Չկա Հայաստան, չկա հայ բնակություն գրեթե արևմտյան Հայաստանում, բայց կա հայոց եկեղեցի, Վրաստանում արդեն քիչ էր մնացել հայերը, բայց կա հայկական Հիմա եկեղեցի։ տեսեք, ստացվում է դա վերջին ինստիտուտն է, որը խանգարում է տվյալ գործող իշխանություններին։ Շատ ուղիղ։ Այստեղ երկրորդ տարբերակը չկա, դրա համար Փաշիզադեն մի հատ հայտարարություն անում, մեկը գետ մեկը չի հայտնվում, Էլնիասի եղբայր դու ի՞նչ գործ ունես նախ մեր ներքին քաղաքականության ոլորտում ու առհասարակ մեր կրոնական հոգևոր աշխարհի։ Դուք ինչ գործ ունեք, որ այդ նշանակում է, որ ցուցիչը այսօր իրենց գերխնդիրը դրված է, որ միակ ինստիտուտը, որը խոսում է Արցախայերի վերադարձի հոգևոր ժառանգության արժեհամակարգի եւ այլն, այդ մարդկանց թիրախավորում են։ Հիմա պարզ է, չէ՞ որ վարչապետը գիտեր թե վեհապարը նախկինում ինչ կյանք ու կենցաղ է ունեցել եւ այլն եւ այլն։ Հիմա խնդիրը հասկանում ենք, որ դա չէ։ Այսինքն ես այստեղ ուղիղ տեքստով ձեզ հայտարարում եմ, ասում եմ, սա արտաքին պատվեր չասեմ, նու արտաքին իմպերատիվի պես բան է, որ գիտեք խանգարում է այս հանգամանքը ոտատակ են ընկնում։ Շատ գրեհիկ եմ արտահայտում։ Այդ ինստիտուտի հարցերը լուծեք, այսպես, եթե փորձենք այսպես ժողովրդական, այդ հենց եթե խոսակցության մագարտակի բերենք, ասում են, այս ինստիտուտը մեզը ձեզը խանգարում է։ Ամբողջ կինոս դրա մասին է։ Խաղաղություն, բարեկի Փաշազադեն շատ ուղիղ ասել հայ առաքելական Սուրբ եկեղեցին տարածաշրջանում անկայունության աղբյուր է։ Դուք հələ համեստ եք արտահայտվում։ Այդ մարդը ուղիղ տեքստով ասել է ֆաշիստական կառույց է դա։ Հիմա եթե մեկը իմ հոգևոր կառույցին ասում է ֆաշիստական ու արձագանք չկա, հետևաբար ես ինչ հետևություն կարող եմ ինձ թողնել։ Չէ, արձագանք կա, բայց հարցակում կա, արձագանք հարցակումն է եկեղեցու վրա։ Էլ ինչ ասեմ։ Այսինքն ասում է դրսում մի փնտրեք թշնամիներ։ Եթե թշնամիները նստած են քո հողի վրա։ Հիմա իրականում սա է ռումբը իրականում էստեղ է դրված, ոչ թե ռումբը այնտեղից է գալու էստեղ։ Ռումբը երբ որ ներսից են դա պայտեսնելու։ Գիտեք, որքան էլ որ աղետաբեր է Նիկոլ Փաշինյանը, բայց Նիկոլ Փաշինյանը որպես աղետաբեր, որպես ռումբ մի դեր տարավ, որը ցավոք սրտի պետական ինստիտուտների իմաստով պարզվեց, որ այդտեղ գրեթե բան չկա տակը։ Ես չգիտեմ դուք հետևում եք թե չէ, մեքենա ավտոարտադրության մեջ կա պարտադիր ստանդարտներին համապատասխանելու պայման։ Մեքենաները վթար տեստերի են ենթարկվում եւ հետաքրքիր է, որ օրինակ կան մեքենաներ, որոնք թվում է թե գեղեցիկ են, այսպես տեսք ունեն, հարմարավետություն, բայց վթար տեստի ժամանակ բարձր որ մեջը ողջ մարդ չի մնա։ Այսինքն դա ուղղակի տեսքն է գեղեցիկ, ինքը ոչնչանում է 65 արագության պարագայում, հարվածի պարագայում։ Հիմա Փաշինյանը դարձավ փաստորեն մեր պետության համար վթար տեստ։ Եվ պետական գրեթե բոլոր ինստիտուտները բան ոչնչացան։ Մնաց հայ առաքելական Սուրբ եկեղեցին եւ այստեղ եկեղեցու նաև այսքան երկար դիմադրել է, կարծում գալիս է նրանց որ նախ գաղափարական ինստիտուտ է, այսինքն ի տարբերություն մյուս ինստիտուտների, քաղաքական միավորների, այստեղ կա գաղափարախոսություն, դա քրիստոնեությունն է, եւ երկրորդ 1700-ամյա պատմությունը։ Եվ ամենակարևորը միավորիչ դերակատարությունը, որը ամենավտանգավորն է, հայության միավորիչ, որպես գործոն։ Եվ հիմա մենք պիտի տեսնենք, կարծեք թե այս վթար տեստից հետո, արդյոք եկեղեցին որպես ինստիտուտ կայուն է մնալու, թե կրկնելու Աստված ոչ անի, կրկնելու բանակի, չգիտեմ, պետական ինստիտուտների, ազգային ժողովի, նախագահական ինստիտուտի, մի պաստորագրությունը դրին, հետո հետ կանգնան, հայտնի դեպքեր, լավ օրինակ եք բերում, լավ օրինակ բերեց։ Իմ կարծիքը հետևյալն է։ Էլի հղում եմ տալու երեկվա իմ հանդիպման արդյունքում, երբ որ անկեղծ զրույց ծավալվեց։ Իհարկե մաքսիմալ լակոնիկ ես փորձեցի մտքերը շարեմ։ Գիտեք ինչ պատասխան լսեցի։ Դե մենք ենք մեղավոր, մեզ կարողացել են այդպես անեն։ Բայց ես չլսեցի գետ մեկ արտահայտություն, որ ասեր մենք թույլ չենք տա։ Օրինակ չի ստացվելու։ Այ խնդիրը այդտեղ է։ Հարգելի Բորիս, ես շփվում եմ
այդ աշխարհի մարդկանց հետ։ Իրանք ընդունում են մեզանից իմ ու ձեզանից լավ վերլուծում են իրավիճակը։ Ընդունում են մեր բոլոր ասածները, բայց երբ որ ասում ես գոնե դուք միակ ինստիտուտն եք, գոնե դուք հոգևոր աշխարհի մարդիկ եք, դուք ավելի սթափ եք, դուք ավելի գիտագից եք, բանիմաց եք, այս էմոցիոնալ սպեկուլյացիաներից այն դուք չպետք է մանիպուլացվեք, գոնե ձեր մեջ չկա այդ գործոնը, որ անձնական ամբիցիաները, այդ կապրիզները տնեք մի կողմ, որովհետև մարդ ենք, ձեր մեջ է կա այդ ամեն ինչը։ Հասկանաք, որ եկե հասել են վերջի դռանը։ Այդ դուռը բացեցին, մտան, պղտորելու են, մղդրելու են։ Հիմա գիտեք, որ երորդ անձն է ինձ ասում է մենք գիտակցում ենք, լավ չի, շատ վատ է, էլի եմ կրկնում, բայց չեն ասում, չենք թույլ տալու։ Հələ գետ մեկից չեմ լսել նման արտահայտություն։ Հիմա գալիս ենք լավ մենք որպես ՀՀ քաղաքացի, որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդներ, որպես հայ։ Լավ, մենք ինչ ենք անում, գուցե գիտեք, եկուց մյուսօր չեմ զարմանա, որ որոշ եկեղեցականներ ասեն, բա դուք ինչ եք անում։ Ժողովուրդը ինչ է, ոնց եք աջակցում։ Facebook-ով նստած հոդվաբան գրելով ստատուս։ Լավ, ձեր գործողությունները, ընդ որում կա ճշմարտություն ասածից մեջ։ Որ եկուց դաժեք շահարգեն էլ դա։ Որովհետև տպավորությունն է, որ դուք եթե չէիք ընդունում, մեզ չէին թիրախավորի։ Որովհետև ստացվում է, տեսեք, միակ հոգևոր հիմնական արժեքի վրա։ Բայց դրա համար առաջնորդություն է պետք, չէ՞։ Չէ, տեսեք, իրանք Սա ինչու եմ ասում, տեսեք, մենք որպես քաղաքացիներ, մենք որպես լրատվամիջոց, հնարավոր բոլոր միջոցներով աջակցում ենք առաքելական Սուրբ Եկեղեցուն, բայց այստեղ խնդիր կա, տեսեք։ Մյուս կողմում արդեն կանգնած են սրբազաններ 10, որոնց մենք որպես քաղաքացիներ, ես գոնե այդ դիրքորոշումն ունեմ, հաշվի առնելով այն, որ իրենք շարունակում են դեռևս կրել հայ առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից տրված կոչումը, օծումը եւ զգեստը, հա մենք չենք կարող իրենց քննադատել այնպես, ինչպես իրենց նախկին հոգևոր եղբայրները։ Հասկանալի, իմ ասած։ Այսինքն այստեղ բան կա, որ իրենք պիտի անեն եւ մենք որպես այդպեսին տեսեք, մենք հա ասում ենք, չէ, դե եւ դուք ես տեսել եմ ձեր հրաբարգի, ասում են մի բան ասեք, մի բան արեք։ Չի կարելի այսպես, հա տպավորությունն է, որ ապաթիկ ինչ որ ֆոն, որ չենք մտնում այդ դիսկուրսի մեջ։ Բայց երբ որ դու այդ դիսկուսի մեջ չես մտնում ու շատ անգամ այդ սուդը կրկնվում է, դա դառնում է ճիշտ մարդկաց ագաշներին։ Այսինքն, եթե դու խուսանավում ես, չես պատասխանում, ուրեմն խնդիր կա արդեն իսկ։ Նրանք էլ լպիրշանում լեկտի անում են իրանց խոսքով, գիտեք արդեն, չափները անցած։ Իրենք չեն արձագանքում, տպավորությունը որ այդպես էլ կա։ Հիմա տեսեք, ես որ ասեցի ժողովուրդը, տեսեք, իրականում ժողովուրդը կանգնած է եկեղեցու կողմին։ Ես ավելի կամ վստահ եմ, որ սա այն դեպքն է, որ եթե հանգարց ֆիզիկական գործողությունները փորձեն կիրառել առհասարակ այդ կառույցի այդ շենք շինության վրա, այս ժամանակին եղավ այդպես ինցիդենտ հիշում ենք։ Ժողովուրդը կանգնավ, մեր ու մանուկ կանգնան։ Այսինքն նաև իրանց համար լավ ցուցիչ էր, թե այդ մեթոդով իրանք կարան այդպես հանեն դուրս։ Իրանք հասկացան, որ չէ։ Անցան պլան B-ի։ Պլան B-ն էս է ինչ որ ասեցինք արդեն, հա, որ ներեկեղեցական բանն են գծում մեջները, ֆիտը գծում են, իրենք այնտեղ իրար միս են ուտում, սենց ասած։ Եվ երրորդ տարբերակը, որը կարծեմ ձեր այդ հարցազրույցի ժամանակ ասել եմ, որ երբ որ դու ունես ռեսուրս այդ քաղաքում, մայրաթոռում, որը էջմիածնում է, իսկ էջմիածնում այսօր իրենց մարդն է։ Այն մարդը, որը որ եկուց իր ռեսուրսները հնարավոր ներածին չափով կներդնի տեխնիկապես գործողություններ իրականացնելու համար։ Եվ հետո փաստ է, չէ, արդեն որի որ քահանան ասում, որ մինչև այս արողակարգը սկսել է, մինչ որտեղ որոշել է, ԱԱՑ-ից մարդիկ են գալիս, մեզ ասում են Ցավոք սրտի շատ քահանաներ հերքում են, բայց Փառք Աստծո գտնվեց մի քահանա, Գյումրի որ անկեղծ ասեց այ։ Տեր Ռուբեն քահանան, որ ասեց, որ ԱԱՑ-ից այսինքն նա դա ասելով հաստատեց նաև մյուս դեպքերի վերաբերյալ կասկածները մեր։ Որ պետք է վեհապարի աննը զիջեն, որ չխոսեն եւ այլն։ Հասկանալի է, հիմա ինչ որ մեկը կամ կար դա այդից անկեղծ ասեց այդ ամեն ինչը։ Հիմա տեսեք, գալիս ենք մի этап, որ կարողա տեսնենք, որ այսպես օղակ տարբեր տեղեր գնում են, վեհապարի աննը զիջվում է, հոգևորականների կոալիցիա է այսպես ձևավորվում, այդ 10-ը դառնում է 13-ը, հա, այսպես ծնագնդի էֆեկտ են ստանում, շատանում է, մեծանում է ու վաղը մյուս օր մի հատ կոնտրոլնի, այսպես ասած,
գործողություն են իրականացնում եկեղեցականներով, փորձում են ինչ որ process գեներացնել արդեն շենքի ներսում մայրաթորի։ Բայց այստեղ ես ձեզ վստահեցնեմ, ես իհարկե եկեղեցական այդ ներքին կանոնադրություններից քաջատեղյակ չեմ, բայց ես գիտեմ մի պարզ բան, ես ընդ որում դա ուսումնասիրեցի, որ հիմա թույլ տամ ինձ ասեմ։ Եթե չեմ սխալվում, այնտեղ ըստ կանոնակարգի իրենց ոչ մեկ այս պահին իրան չի կարող խանել, ընդ որում բացարձակ մեծամասնությունը, նույնիսկ arczepiskopos-ները դա միաձայն տան։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնագիր հայոցով վեհապարը կարող է երկու դեպքում թողնել աթոռը՝ մահվան եւ ինքը իր կամքով ապրես, եւ ընդ որում այդտեղ հղում կա, երբ որ ինքը կամ ֆիզիկապես ի վիճակի չի կամ հասկանալի։ Հիմա այս դեպքն է, որ ինքը բացարձակ ունի հնարավորություն չգնալ այդ սադրանքներին չգնալ։ Ուրիշ բան հիմա ինքը ինչպիսի դիրքորոշում ունի ներքուստ վաղը մյուս օր ինչ կան, բայց ես մի բան գիտեմ։ Եթե նա հրաժարական տա անունը դնելով, ինչպես Սերժ Սարգսյանը, չէի ուզում քաղաքացիական բախումներ, արյուն թափվեր եւ այլն, մենք ուրեմն պատրաստվենք թափվելու է, բայց լրիվ ուրիշ է։ Հասկացեք ուր եմ տանում խոսքը։ Նույն սցենարով ու ես ձեզ ասում եմ, այդ ժամանակ ես մի հատ հայտնի արտահայտություն եմ անում, լրագրողները միշտ այդ մեջ բերում են։ Հանգարց եկեղեցին օդարվեց մեզանից վերջնական ինստիտուտը, վերջին ինստիտուտը, Նիկոլ Փաշինյանը դառնալու է ցար բոգ։ Իր դեմ առնել էլ այլևս չի լինելու։ Ընդ որում, եթե դա հասցրեց անել մինչև 26-ի այս ընտրությունները։ Շատ տեղին դիտարկում արեցիք, պարոն Կարապետյան, ինչ եմ ասում, որովհետև եթե ի վերջո աթոռը թողնելու էիր, ցանկացած իշխանավոր կամ վեհապարին է վերաբերում։ Այո։ Ապա ավելավեր ի սկզբանե գնալ։ Ինչու՞։ Պայքար չգեներացնել ու չստեղծել տպավորություն, որ Նիկոլը անհաղթ է ու այս անգամ էլ հաղթեց։ Այսինքն հաղթանակի դափնիներ չտալ Նիկոլ Փաշինյանին։ Հիմա քանի որ պայքարը սկսվել է, այսինքն կա դիմադրություն։ Դիմադրության կեսից թողնել նշանակում է հաղթանակի դափնիներ նվիրել Նիկոլ Փաշինյանին։ Դասալեկությամբ այդ կարևոր ես այդ բառը չէի օգտագործի, բայց ինչն է այստեղ հետաքրքիր, որ բացի նրանից, որ ի վերուստ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի գահակալը ունի առաքելություն, այստեղ կրկնակի սուպեր պատմական առաքելություն է դրված վեհապար Հայրապետի վրա։ Համաձայն։ Պահել եկեղեցին կամ հանձնել եկեղեցին, հիմա այդ երկու ուրիշ սցենար չկա։ Ընդ որում այդտեղ արդարացիորեն նկատեցիք, որ ժողովրդական աջակցությունը եկեղեցու կողմն է, կամ առնվազն Փաշինյանին չի աջակցում։ Գուցե կան մարդիկ, որ այսպես եկեղեցուն էլ չեն աջակցում, բայց դեմ են Փաշինյանին հաստատ չեն։ Կարող է վաղ ընդրենել Նիկոլին, բայց կոնկրետ եւ սա ցույց տվեց, ես փաստերով եմ ուզում մենք խոսենք, սա ցույց տվեց Նիկոլ Փաշինյանի օգոստոսյան ելույթը, որտեղ նա կառավարությունում լրագրողների հարցերի պատասխան ասում էր ինքը չի գնալու այն ճանապարհով, որ եպիսկոպոսների մի մասին հանի մյուս մասի դեմ։ Հիմա ինքը գնում է այդ ճանապարհով, սա ինչ է նշանակում, որ մարդը չունի ժողովրդական աջակցություն, այսինքն ինքը չի կարող, այսպես ասած, ժողովրդական հեղափոխությամբ հասնել դրան, ինքը գնում է խարդավանքների ճանապարհով։ Սա ինչ է նշանակում, որ ժողովրդի բացարձակ մեծամասնությունը առնվազն կողմ չէ Փաշինյանի ծրագրին։ Հիմա այստեղ մնում է արդեն վեհապարի որոշումը։ Պահել եկեղեցին, թե COVID ասած գնդակը վեհապարի դաշտում է։ Այստեղ խնդիրը այն է, որ ինքը վաղը անունը կդնի հոգևոր հեղափոխություն դա։ Դա սիրալիր կերպով կտրամադրի, որ այդ գործառույթները ստանձնեն այդ եպիսկոպոսները։ Ու վերջում իհարկե դափնիները իրեն կգա, որտեղ ինքը նաև դարձել է խիստ հոգևոր կյանքի հետևորդ, սաղմոսագետ գիտենք եւ այլն եւ այլն, բայց այո ճիշտ նկատառում եք անում, որ եթե եկեղեցին կարողանա գրավել, շատ ավելի բարդ խնդիրներ ենք ունենալու։ Ես անգամ զուգահեռ կտանեմ Ադրբեջանի հետ ունեցած մեր հարաբերությունների համատեքստում, թե ինչքան բարդություններ կա, խնդիրներ, շատ ավելի ներքին խնդիրը։ Իհարկե, որովհետեւ Ադրբեջան ներողություն է։ Ադրբեջանը տեսնելու է, որ իր կամակատարը կարողացավ քանդել ամենահայկական եւ ամենաամուր կառույցը, ուրեմն ոչ մի պահանջ չկա, որ ինքը չի կարող չկատարել։ Համաձայն եք։ Համաձայն եմ, Որիշյան, ես ավելի վտանգավոր, ես չէի ուզենա, գիտեք, եթերում նման բաներ ասեի, բայց որպես վերլուծաբան ես նաև մարդ, որը որ հետևում է անցուդարձը, հա, իհարկե մաքսիմալ
adekvat սկզբնաղբյուրներից, հա, ոչ թե ինչ որ ռոպագանդիստական։ Երբ որ ադրբեջանական մամուլը ուսումնասիրում ես մանավանդ իշխանամերձ, որտեղ որ հավանականության սցենարները շատ ավելի ռեալ են։ Ընդ որում այստեղ մտահոգությունս ես մի քիչ դիվանագիտորեն կներկայացնեմ, էլի ուղիղ տեքստով չեմ ասի։ Աշազադեն ես նայում եմ, որ բացի այդ խոսույթը հայտնի որ կա, մեղադրական տոնով խոսելը, հա, շատ ռեալ քայլեր է ձեռնարկում եւ ես ավելի քան վստահ եմ, որ ներքին խողովակներով դա ուղերձ ասեմ, պահանջ ասեմ, ինչ ասեմ, այս իշխանություններին տրված է ցույցում, որ Հայաստանի սուվերեն տարածքում, ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում երևակայական գոյություն ունեցած մզգիթներից մի քանիսը պետք է վերականգնվեն եւ հետագայում, այ երբ որ այս բարեկամություն 300,000 ադրբեջանցիների վերադարձ համակեցության կանոններ եւ այլն, բնականաբար եթե այդ մարդկանց վերադարձն եղավ, համատեղ այդ մարդկանց կրոնական ազատության, իրենց հասկանում եք ուր եմ տանում, պետք է չէ լինի մզգիթ, պետք է չէ լինի այս Չմոռանանք երկու Ղազիաթ են իբրև թե վերականգնել։ ապրես արդեն Երևանի, արդեն Էջմիածինն էլ կա։ Ահա, հայկանք այդտեղ։ Քանի որ դուք ինֆորմացված եք, ավելի, ահա։ Հիմա դե ժողովուրդը չգիտի էսենց նրբություններ, պարտավոր է չի իմանալ։ Մենք են գիտենք, մասնագետ են, գիտենք, դուք լրագրող եք, պրոֆեսիոնալ, ես մասնագետ եմ։ Հիմա էսի ասում եմ պանիկա ես առաջացնում։ Էդի չեղած տեղը խոսակցություն, ասում ես եղբայր, չեղած տեղ խոսակցությունը ժամանակի մենք էլ ասում էինք, չէ, ասում էինք։ Արցախը չէր կարող, ոնց Արցախը հայաթափվեր։ Հազարամյակներով հայկական Արցախը ով կմտածեր։ Հələ ենթադրում եմ հարցերը կտակ, թե այս վերջի այս կինոն ինչի մասին էր։ Այս երեք չի առաջ։ Փաստաթղթերի հրապարակ։ Խոսենք, եթե ժամանակ ընձեռեք։ Փաստը այն է, որ մարդիկ գծած գրած պլանով շարժվում են։ Շատ կոռեկտ պլանավորած անցնում են գործողությունների մարդիկ։ Եվ այդ մեսիջները, որ հիմա մենք լսում ենք, եթե մենք մեսիջ ենք լսում, երևակայեք իշխանությունները տեսնում են այդ խողովակներով ուրիշ բաներ։ Հիմա թե գործնականում անունը կդնեն խաղաղության, հա, ոգուն համահունչ, անուն ենք, որովհետև դե ապրել ենք այն ժամանակ, հարս ենք, փերսա ենք տալիս մեկ-մեկու, դե սովետ միություններ, նույնիսկ վրացիներից ավելի շատ մտերիմ հարաբերություններ էր ադրբեջանցիների եւ այլն, այ դա հարցի մյուս կողմն է։ Նույնիսկ շատ ավելի հեռու գնամ։ Աստված չարասցի իհարկե։ Մի քիչ օրինակը տեղին չի, բայց վերեմ։ Ու նայեք ինչ բան կա, շատ զգուշություն կա այստեղ խոսրիտի մեջ։ Ասում եմ կարացանք, չէ, դիմավորենք 120,000 արցախցու, տեղավորենք, տնավորենք, դաժե պարտք ենք վերցրել արտաքին, չէ, հենց իրանց համար ենք վերցրել։ Նա ինչ ասում։ Բանի տակ է քեզ գցում, էլի։ Հասկանում եք ուր եմ տանում։ Այսինքն մենք պատրաստ ենք, մենք ի վիճակ ենք, եթե 120,000 դիմավորենք։ Լավ պայմանական 300,000 չեն, իրանք թղթով թամասուկով մի 150,000 իրանք կլինեն։ Մտածում եք իրանց չեն տեղավորի։ Իրենց առաջնահերթ կտեղավորեն։ Գիտեք, ես համաձայն եմ ձեզ հետ, ես ցավում եմ, որ մեր ժողովուրդը հաճախ կարծում է, թե սրանք քարոզչական թեզեր են։ Պանիկա ստեղծելու համար կա։ Ասենք պանիկա ստեղծենք ինչի համար։ Ինչի համար, որ ինչ։ Ի տարբերություն այս իշխանությունների, ես վստահ եմ դուք, ես ու մեր շատ հեռուստատողները շարունակելու ենք ապրել Հայաստանում եւ մենք ուզում ենք ապրել այն Հայաստանում, որը ունեցել ենք, այսինքն եւ այստեղ տեսեք ինչ է դառնում, որ մենք անդադար չենք սրա մասին խոսում, որ եկեղեցականները վեհապարի գլխավորությամբ տեսնեն, որ այո, այն օրակարգի համար, որ իրենք կանգնած են, այդ օրակարգի համար ժողովրդական աջակցություն կա։ Մնում է ունենալ կամսխել։ Հա, մնում է ունենալ կամք որոշումներ կայացնելու։ Ընդ որում պետք է մի բան էլ հասկանալ, որ իշխանություն կա այնտեղ, որտեղ կարողանում են որոշումներ կայացնել։ Իհարկե։ Եթե որևէ տեղ դու կարող ես մարդուն ամենաբարձր կարգավիճակին դնել, ինքը չի կարողանում որոշումներ կայացնել, այդ ինքը արդեն այլևս իշխանություն չունի։ Բայց կարող է լինել որևէ կարգալույց քահանա, որը կարողանում է թեկուզ իշխանական իրավական աջակցությամբ որոշում կայացնել, այդտեղ արդեն կա իշխանություն։ Բայց ընդ որում ասեմ, ժամանակը կգա այդ ժողովրդական լեզվով ասած դրանց էլ են փուրը տալու։ Դրանք օգտագործման մատերիալ են դառնալու, շատ կոպիտ է։ Դա բնական է, դա բնական է։ Հակականություն է սա։ Հիմա գանք Ղարաբաղյան այդ փաթեթի հրապարակման։ Իհարկե ես չեմ ուզում այդ փաթեթ բառը օգտագործել, որովհետև փաթեթ չէր դա։ Դա կեղծիքներ էին մեծ մասով։
Հիմա անգամ հասավ նրան, որ հայկական ժամանակի հոդված հրապարակեցին, այսինքն սա նաև ծաղր է պետական ինստիտուտների Զավեշտ է, նկատմամբ, իհարկե։ արտգործնախարարության այս ամբողջ տարիների գործունեության նկատմամբ, այսինքն մի ամբողջ պետություն Մհմ։ թուղթ չուներ հրապարակելու Նիկոլ Փաշինյանը դիմեց իր ընտանեկան թերթի օգնության։ Ինչ է ուզում անել Սամվել Փաշինյանը։ Որտեվ եթե տեսեք, իմ մոտ ինչ այսպես բան է առաջանում, երկվություն է առաջանում, երբ որ իրանց լսում ես։ Մի կողմ լսում ես, թե իրենք ոնց են փառաբանում Արցախի հանձնումը, թե այսինչ լավ էր հանձնեցինք, Հայաստանի ավելի Օգնելս ազատեցին։ ինքնիշխան դարձավ, մյուս կողմ, մյուս էջում լսում ես, որ իրենք մեղադրում են նախկին իշխանություններին Արցախ հանձնելու մեջ։ Եթե հանձնելու բանը Հայաստանի ինքնիշխանությունը պետք է ապահովի, երևի գովեք նախկին իշխանություններին, որ բան են արել, հա։ Նախ Բորիս ջան, թույլ տուր փորձեմ մաքսիմալ լակոնիկ, այնպեսի թեմա է, որ ժամերով, որտեղ մանավանդ ոլորտի մասնագետ եմ, իմ համեստ գիտելիքներով ես հոտեղյակ եմ եւ Կազանի փաստաթղթից եւ մադրիդյան սկզբունքներից այն process-ները, որը այս տարիներ շարունակ, տասնյակ տարիներ գնացել են։ Տեսեք, այո, սա մարազմի աբսուրդի ժանրից է։ Այն ինչ որ մենք տեսնում ենք, ընդ որում էլի զարմանալի է հիմնական հատկապես այն էլիտա կոչվածի բանը, որ անհաղորդ է սարցում։ Այսպես իմիջայլոց վերաբերմունքով է լսած է, որտեվ տպավորությունն է, որ համակերվել են, հա, այս իրականության հետ։ Թեպետ գիտակցում եմ, որ մեղմ ասած այս ամեն ինչը կապիկություն է։ Հիմա տեսեք, ուրիշ աչքով է, որ դու քաղաքացի կամ կողքիդ քաղաքացուն ես նայում, թե ինչ աչքերով է նայում այդ թղթերին, ինչ է հասկանում բնույթն ու բովանդակությունը։ Ուրիշ բան է, որ դու մասնագետ ես ու հասկանում ես, որ մեկը քեզ նաև որպես մասնագետ էշի տեղ է դնում։ Նայեք ինչ ասում, ահա շատ լավ հղում եք տանում։ Մարդը չգիտի ինչ ներկայացնի, կծկդուր ընդրողաբար ընտրել է ինչ որ բաներ ցույց տա։ Ամբողջ բովանդակային, դուք պատկերացնում եք 10-12 փաստաթուղթեր PDF-ով, ամբողջ այդ բանակցային փաթեթը։ Ասենք դա գիտեք ինչ կարևոր փաստաթղթեր էր պակասում։ Դե ժողովրդի մի մասը փորձագիտական դաշտի ճիշտ ասում, ես էլ եմ երեք իմ հարցազրույցի ժամանակ ասել։ Բայց Key-West-ը ուր է։ Ասում է Key-West չկա։ Այստեղ են որ ժողովրդական լեզվով ասում է սդի թե չկա։ Ոնց չկա։ Հələ մի հատ ման եկեք 20-25 էջանոց թուղթ էր։ Այդ ոնց է արտգործնախարարում չկա, հələ լավ նայեք։ Ասենք մարդիկ կան փորձագիտական դաշտից կարտացել են, գիտեն։ Ոնց կարող է չլինի։ Հետո մարդիկ կան արդեն այսօր հրաբարակեցին այդ փաստաթուղթը։ Ու ձեր ասածը արդեն բերում է որպես սիմետրիկ բան ցույց է տալիս 99 թվականի հայկական ժամանակի մի հատ հոդված, ինչ է Լևոն Տեր-Պետրոսյանը ազատության հրաբարակում այդ խոսույթը ասել է, հետո իրան շտաբից դենց գրություն են տվել, ինքը տվել է այդ թերթի մեջ։ Տված թուղթը բերել է որպես բանակցային փաթեթի մասաներ, աբսուրդ։ Ասենք մարդիկ խնդում են մեր վրա։ Էսի գիտեք, հրհրում են, չեն խնդում։ Այդ մեկ հանդը, երկրորդ հանգամանքը։ Այո, որ մանիպուլացնում են ժողովրդի մի զանգված տրվում է դրան։ Այդ հայտնի մեղրի Արցախը փոխանակման, չգիտեմ ինչ եղբայր։ Երեք ես իմ հարցազրույցի ժամանակ հարգելի Բորիս, մի հատ համեմատություն արեցի։ Ասում եմ, գիտեք էդի որ դեպքն է, կարծում եմ համակարծիք կլինեք ինձ հետ։ Դոնալդ Թրամփը չէր, որ այստեղ մի քանի ամիս առաջ ասում էր Մեքսիկային, դաժե պաշտոնապես Կանադային եւ Դանիային առաջարկում էր գնել օրինակ, այսինչ նահանգը կամ ամբողջ Գրենլանդիան, հիշում եք։ Հիմա պաշտոնապես, տեսեք, ես որպես միջազգայնագետ եմ ասում, ուսումնասիրած նյութի հիմքի վրա եմ ասում։ Այդ երկրների իշխանություններին ուղարկվել է առաջարկ։ Հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի անունից Վաշինգտոնից փաստաթուղթ է գնացել Մեխիկո։ Գնացել է Օտավա եւ Կոպենհագեն։ Հիմա ասես, այդ իշխանությունները երկրների իշխանությունները պիտի մեղադրվեն տարածքները հանձնելու։ Ապրեք, հասանք այդտեղ։ Այսինքն ինչ պետք է անեն, պատրեն թափեն, ասեն մեզ հետաշի։ Այսինքն ոնց որ մի հատ իրավիճակ պատկերացրեք։ Ոնց որ հիմա այդ ստացել ես թուղթ, չէ՞, մի հատ բացում ես, նամակ ես ստացել, բացում ես, նայում ես, չէ՞, բովանդակությունը։ Նայում են բովանդակությունը։ Վստահ եմ արձագանք։ Արձագանքում են, հետո գալիս է մի հատ ուրիշ իշխանություն, ասում, ահա, ասում է։ Որ քեզ նամակ են գնել։ Այսինքն որ կամ որ պատասխանել են առհասարակ։ Ուրեմն կամ գրիֆ կա վրան որ պատասխան է, հերի կա որ բան է։ Բայց այդտեղ ուրիշ հարց է առաջանում, պարոն Կարապետյան, ներողություն կշարունակեք, քանի որ այդ տրամաբանության մեջ է։ Բա 2019 թվականին էլ Նիկոլ Փաշինյանի ԱԱՑ-պետը Դուբայում Ադրբեջանի ներկայացուցիչ նամակ է ստացել, որտեղ առաջարկել են 5 միլիարդով
5 միլիարդ ներդրման դիմաց ինչ որ տարածքներ զիջել։ То դա էլ դա- Շարլ Միշելի Հիմա եթե այդ նամակը կա, ուրեմն նշանակում է վեր վաճառել ես դու 5 միլիարդ։ Պատկերացնում եք հիմա մենք այդ նույն այդ լիֆտային թեկուզ այդ հայտնի դեպքը բերենք հիմա պրոֆեսիոնալ դաշտում քննարկման առարկա սարքենք։ Պատկերացնում մենք գիտենք ինչ կարա լիներ, բայց մենք թույլ չենք տալի, չէ՞ մեզ այդպես տխմար վերլուծություններ։ Հիմա տեսեք ոնց է այս մարդը մանիպուլացնում, ասում է լավ տարբերակ կար, լուծեիք, ասում ես եղբայր բանակցությունները Միակողմանի լուծման մի բան ավելի, ինքը սրոք գոդնես չունի, ով ասե որ ինչ որ մի этаպում դա կարող է իրոք 100-ամյակներով ոնց որ 100-ամյա պատերազմել է եղել, չէ՞, վերջում 100-ամյա պատերազմը նոր վերջացել է։ Գերմանիա, Ֆրանսիա, այսինքն նայեք, այս խոսույթը ինչի մասին, ասում է դե լավ բան կար, բումերանգով իբր բանան, բա դուք այն գլխից այդ հարցը լուծեիք, ասում ես Ադրբեջանը չի համաձայնի, հենց քիվեստով ցույց ես տալի, բա ասում ես եթե մի քիչ դու adekvat ես, եթե դու մի քիչ գոնե անգլերեն, ռուսերեն կարդալ գիտես, լավ հայերեն տեքստերն է կար չնայած։ Ու դու կարայր այդ քրոնոլոգիան ճիշտ վերլուծես կամ գոնե խորհուրդ տային քեզ։ Եղբայր դու սենց տխմար բաներ չէիր խոսի։ Ասենք ո՞նց ես դու քեզ թույլ տալի դենց բան ասես։ Կամ եղբայր հները սաղ վադն էին, սաղ քխ էին։ 19 թվին դու եկել ես ժողովրդական ալիքի վրա, բացարձակ տոտալ սեր ու հարգանք ես վայելես, ստացել ես իշխանություն, քո դեմը դրել են նույն այդ մարտիկ, տարբերակ, ընդ որում ոնց նայում ես, իշքան չուզող ելնես այս իշխանությունների։ Ոնց նայում ես, ուզող չուզող էական չէ։ Պրոստը դու սթափ գիտակցես հասկանալով ինչա։ Եղբայր չես գտնում մի հատ տարբերակ, որին այս պահին օրինակ Երանի չէր տա։ Ընդ որում ես ասեմ 98 թվականից հետո ինչ եկել է, այսօր մենք Երանի գտանք, որովհետև ընդհանրապես հիմա ոչի բան չի մնացել Արցախից։ Հիմա այս մարդը եկել է, ասում են եղբայր, բացատրում եմ, ախր առիթ ստեղծվի ճակատին ես կասեմ։ Ես նայում եմ թե վերջը որ խորհրդարանական ընդդիմության մեկը կասի եղբայր տարբեր բաներ ասում են ճշմարիտ, կիսա ճշմարիտ, բայց մի հատ կարևոր բան չեն ասում եղբայր, լավ սաղ վադն էին։ Այդ մարդիկ եկել ասել նոր մարդ է, նոր իշխանություն է։ Հələ չասեմ ում բերած ոնց եկած։ Բերը դրել են դեմը թուղթ։ Հիմա դու ոչ մի թիզականություններ չեն ժամանակ պատերազմի տարար դրա արդյունքում։ Հիմա մարդիկ հարց են տալիս, ասում են չկա թուղթ։ եղբայր, իրանք չեն արել, լավ տարբերակներ չէին, դու դիդարգում ես դա։ Այսինքն այդ տարբերակը քեզ համար է լավ տարբերակ չի եղել ու դու նախընտրել ես ավելի անես տարբերակ, որը վերջնարդյուն արհավիրք եղավ պատերազմ ու Արցախի հայաթափում ու Արցախի ամբողջական կորուստ, դա էր լավ տարբերակ։ Ու մի հատ էլ հələ ճակատդ պարս խիղճդ մաքուր ասում ես լավ բան են կարել, բա բրծանք այդ հարցը սենց լու։ Այդտենց ես է կարայի լուծեի այդ հարցը։ Մի վարքյան այդտենց աշկից լույսը թող չլնեն նախագահները, բայց եղբայր իրանք է կարային այդտենց սցենարով լուծեն։ Դու չէիր որ մի տարի առաջ դրանից ասում էր նույնիսկ զիջումները դա համարում են բան լուծման համար Ադրբեջանի հետ ընդհանրապես բանակցող պետք չէր։ Ադրբեջանը կլուծեր էլի։ Կլուծեր այդ հարցը կպրծներ։ Հիմա նայում ասում ես եղբայր, ախր կա սևը սպիտակի վրա գրած որ Ադրբեջան հրաժարվել է։ Հասկանում ենք չէ՞ ինչ սցենա եւ 19 թվականին քեզ տրվել է այնպեսի բան, ընդ որում դու չես ցույց տալիս քո պատասխանը դրա։ Այդքան թուղթ ես, թուղթ թամասուկ սենց ասած ներկայացնում ես, բայց ամենակարևորը էդի գրածը նախ դու մերժում ես սուտ էր խոսում առհասարակ ասելով որ ժամանակին Ժորժ ջան ինչ լինի այս հրաբարակում ես ձեզ տեղյակ եմ պահելու հիշում եք հայտնի հետո ոչ մի բան չենք իմանում նոյեմբերի 9-ը ստորագրում մինչև այդ Շուշին կրում ենք պայքարը գնում էր Շուշի համար գալիս է այս этаպը 19 թվականի սեղանին բանը ասում ես չկա սեղանին բան հետո ասում ես սեղանին միշտ էլ ինչ որ этаպում բան եղել է նա ինչ հագասություն է գալիս ու այս մարդը եկրիղը իմ ու քո ճակատագիրը իմ երեխու ճակատագիրն է որոշում մի 5000 էլ այդպես ճակատագիրը որոշեց ու ցելի հայությամբ այդ տարածքը ամբողջ տարածքը էլի իր արկածախնդրության երեսպաշտության ու բախտախնդրության արդյունքում տեսանք ինչ եղավ հիմա այս մարդը մի հատ չի ասում թե ես ինչ պատասխան եմ տվել մերժել ես արհամը ընդ որում իմ կարծիքով ինքը գիտես ինչ արել ոչ մի պատասխան չի տվել։ Իմ իջայլոցը առհամարական վերաբերմունքը դրսել որ արդյունքը պատերազմ է ստացել։ Պատերազմը տեսանքից ցել։ Իրենք հիմա եկե հասել է այս պահը, եկե բոլորին մեղադրում է մի հատ խղճի խայտ չունի, ախր ես չգիտեմ այդ մարդը ոնց է քնում, գլուխը ոնց է դնում բարձին քնում։ Ասենք բարոյականություն ունեցող մարդը, ես չասեմ ինչ կաներ։
այդքան բանի մեջով անցող մարդ, եթե նույնիսկ ինքը իրոք անկեղծ էր, իրոք դա իր անփութության, գյումրեցիք ասում են ֆայմ չուներ, այդ ֆայմը չուներ, այս չուներ, այն չուներ, դրա արդյունքում էր կամ Տիգրան Մեծեր չէ ուզում խաղար։ Ասենք հա, բայց այդ ես զարմանում եմ, ես իրոք զարմանում եմ, որտեվ այդտեղ կա մարդկային գոնե մի քիչ մի գրամ պետք է բան խիղճ ու բան ունենաս էլի կամ ամբողջ աշխարհը խենք զավեշտի առարգադարը մարդիկ սաղ ասում են Ալիևն էլ չէ առանց հեգնելու ասեց ոնց կարող է երկրորդ անգամ տրվեր շանս մեկին որը պարտությունը այսեն կորուստա տվե դրա համար է ժողովրդին այն որ մի քիչ կոպիտ կան չի ասում հասնում է ժողովրդն էլ ամորֆ ապատիկ այս ամեն ինչին դե մայա խատաս կրայու այս վիճակն է, այսի մեր տանականությունն է։ Պետք է գալ էլիտային, բայց հիմա էլի այդ էլիտայից է ասում, որ էլիտայի հիմա եւ ժողովրդին պետք է ասել եկեղեցին են վերջին բաստիոնն է, որը եթե հանձնում եք Նիկոլ Փաշինյանին, ապա Ալիևը պիտի օբյեկտիվորեն ակնկալի, որ Փաշինյանից ամեն ինչ կարող է ստանալ, որովհետեւ չկա իրեն դիմադրող կետ։ Միանշանակ եղբայր, երեք ինձ լրագրողներից մեկը հարց է տալիս, ընդ որում մամուլում քիչ արձարծվող հարց է, ակտուալ հարց է։ Ասում է, պարոն Կարապետյան, այդ ինչ 500 միլիոնի թեմա է, որ Հայաստանին են տրամադրել, տեքստն է բացում կարդում եմ, պաշտոնական։ Մենք այնց վսեմաշուկ տողեր են գրել։ Մենք այնց բան Հայաստանին տալիս են գումար, ընդ որում այդտեղ չկա գրած անվերադարձ տոկոսով պարտքի ոնց չկա։ Ասում է, որ էլեկտրացանցերը միացնենք Վրաստանի հետ եւ ընդհանուր հաբի նման կապենք Թուրքիայի էլեկտրացանցերի հետ։ Ու ասում եմ Վրաստանի անունը գրել են որ տրամադրությունները չեն հիմնական թիրախը Թուրքիա։ Ամենախոխմեն ժողովրդական ասված զավեշտը։ Ասում է որբիսի այդ իբր ռուսական ցիրից դուս ասում է Ռուսաստանից որբիսի էլեկտրաէներգիա։ Եղբայր դու մեզ դեբիլի տեղ ես դրել։ Ասենք 500 միլիոն տալիս են Տաշկենտում կնքվել է այդ պայմանագիրը։ Մամուլում քիչ արձարծվում։ Կնքվել է, ասում ես ընկեր, մենք ինքնաբավ երկին ենք այդ մասով էլեկտրաէներգիայի, գազ ասեք էլի հասկանանք։ Մենք հակառակը մենք ենք վրացիկին ծախում, Իրանին ծախում, մենք սեփական հիդրոէլեկտրակայան, ջերմաէլեկտրակայաններ ունենք, ատոմական, փող եք ուզում։ Ատոմականը պետք է փակեն, չէ՞։ Ապրես, բա այդ եմ ասում, փող եք ուզում դնեք, մենք երկրորդ ատոմակայանի կարիք ունենք, դրա վրա դրենք այդ գումարը։ Ոչ թե բանի։ Ինչ անշան։ Այսինքն ինչ են անում, կախվածության մեջ են բերում, եկուցե չենք զարմանա, ասեն ատոմակայանի կարիքը չհասկանում ենք, չէ՞, արդեն այդ խոսույթը որտեղից ով է պահանջ դրել ատոմակայանի փակման։ Չէ, ատոմակայանի փակման պահանջը դրված է 2010 երբ ստորագրվեց ՍԵՊԱ-ն։ Տեսեք, ռեակտորը դրված է։ Հիշում եմ ես այդ շատ վաղուց բան է, բայց հետո ինչ արեցին, վերականգնեցին երկու ռեակտոր, շահագործման յենթակա դարավ։ Այ հիմա էլ ինչն է, ռուսական ֆակտորը կա նաև, չէ՞, այստեղ դե մենք գիտենք, որ արևմուտքի համար եւ Թուրքիայի համար այդ ատոմական միշտ խնդիր է եղել։ Ապրես։ Հիմա դրա համար եմ ասում, նույնը գումար են տրամադրում, չեմ հիշում ինչ կան, ագիտ պրոպագանդան ինչ որ դրսի Ռուսաստանի 15 միլիոն եվրո։ Լնայի ոնց են դուրս գնում։ Հասկանում ենք, չէ՞, փողերի լվացումը ուրա։ Այս մարտիկ եկել են ցիվիլ ձևով բյուջեն այսպես մաքրում են, sense ասած։ Շատ լավ, շնորհակալ եմ պարոն Կարապետյան, առաջիկայում կզրուցենք նաև Եվրոպայից, արևմուտքից եկող այդ առաջարկների մասով, որովհետև ոնց հասկանում ենք իրենք նաև բառացի են ասում, ուզում են կրկնել Մոլդովայի օրինակը, այսինքն առանց ժողովրդի կամքի իշխանություն նշանակել։ Տեսնենք իզավեշտել դա է։ Շնորհակալ եմ պարոն։ Ես եմ շնորհակալ։ Ես շեշտում զրուցում եի Դավիթ Կարապետյանից, տեսություն կհանդիպենք։